Գյուղացին ու կալվածատերը։ Շվեդական հեքիաթ։ Գեղջուկ խալվորը տոնավաճառից մի ձիու քուռակ է առնում ու բերում իր ախոռը։ Մեծացնում է նրան, խնամում որպես իր հարազատ որդու, ու քուռակից այնպիսի մի ձի է մեծանում, որ հա ուզում ես նայել։ Գեղասքանչ ձիու համբավը տարածվում է ամենուրեք։ Լուրը հասնում է նաև կալվածատիրոջը։ Եվ սա մտածում է բոլոր արդար ու անարդար միջոցներով այդ ձին խլել խալվորի ձեռքից։ Եվ ահա նա մի անգամ սուրհանդակ է ուղարկում խալվորի մոտ ու հրամայում անմիջապես ձիով գալ կալվածք։ Կալվածատերն իբրև լսել է գեղատեսիլ ձիու մասին և ուզում է տեսնել։ Խալվորը գլխի է ընկնում, թե կալվածատերի մտքում ինչ կա, բայց ցույց չի տալիս։ Նստում է ձին ու սլանում։ Իսկ կալվածատերն այդ օրը ճոխ խրախճանք է ունենում։ Նա իր տունն է հրավիրած լինում ամբողջ համայնքի ազնվականներին ու կալվածատերերին։ Հյուրերը տեսնում են, որ խալվորը ձին նստած մոտենում է սանդղամուտքին ու թափվում են պատուհանների մոտ զարմանալի ձիուն տեսնելու։ Տեսնում են, իսկապես ձի չի, այլ պատկեր։ Այստեղ բոլորը միաձայն կալվածատիրոջն ասում են, որ նա անպայման պետք է խալվորից գնի այդ ձին։ Իբր կեղտոտ գյուղացու ինչին է պետք այդպիսի ձին։ Նա միայն ազնվականին է սազում։ Կալվածատերը խալվորին ներս է հրավիրում, նստեցնում ամենահայտնի հյուրի կողքին և եռանդով գինի հյուրասիրում։ Եվ հենց որ խալվորը մի քանի գավաթ գինի է խմում, կալվածատերը հարցնում է. «Արդյոք քո ձին ինձ չես ծախի»։ «Ոչ, պարոն», պատասխանում է խալվորը։ «Այդպիսի գեղեցիկ ձի ես իմ ամբողջ կյանքում չեմ ունեցել։ Ախոռում բավականին կեր կա, այնպես որ ձին վաճառելու կարիք չունեմ»։ Դրան ոչինչ չի ասում կալվածատերը, բայց ավելի եռանդով է սկսում գյուղացուն գինի լցնել։ Իսկ խալվորը թեև ուզածի չափ խմում է, բայց գոնությունը չի կորցնում։ Մի քիչ հետո կալվածատերը նորից խոսք է բացում։ «Ոչ, պարոն», պատասխանում է խալվորը։ «Հո գիտեք, թե ժողովուրդն ինչ է ասում։ Փողով ձի չես գնի, բայց հաջողություն ձեռք կբերես։ Ձին ծախելը չեմ ծախի քեզ, իսկ նրա վրա գրազ կգամ, եթե իհարկե կուզեք։ Ով ավելի լավ սուտ հնարի, նա կտիրի ձիուն, և վրան էլ $300։ Համաձայն եմ», ասում է կալվածատերը։ Ուրեմն պայմանն այսպիսին է. ով ավելի մեծ սուտ փչի, նա էլ կշահի։ Դե, հենց դու էլ սկսիր։ «Ո ոչ, ձերդ ողորմածություն», պատասխանում է խալվորը։ Վաղուց ի վեր այդպես է հրամայված, որ մենք հասարակ կոչում ունեցող մարդիկս միշտ էլ ճանապարհ ենք տվել ձեր ազնվական դասին, այնպես որ հենց դուք էլ պետք է սկսեք։ Դե լավ, ուրեմն լսիր։ Իմ հանգուցյալ հայրը մի եզ ուներ, այնքան վիթխարի, որ եթե թռչունը առավոտյան նրա պոզերից մեկի վրա նստեր, և հետո եթե որոշեր մյուս պոզի վրա թռչել, երեկոյից շուտ չէր հասնի։ Ինչ կա որ, կպատահի, ասում է խալվորը։ Միայն թե ես կուզեի տեսնել այն գոմը, որտեղ կարող էր տեղավորվել այդպիսի եզը։ Իսկ հիմա դու քո սուտն ասա, հրամայում է կալվածատերը։ Մի անգամ ես վուշտ ընկեցի, այնքան որ հասավ մինչև երկինք, այնպես որ գագաթը չէր երևում։ Ես վերցրի սանդուղքը, հենեցի վուշին ու բարձրացա վեր։ Բարձրացա և հասա մյուս աշխարհը։ Եվ կուզեք հավատացեք, կուզեք մի հավատացեք, բայց մյուս աշխարհում բոլորովին էլ այնպես չէ, ինչպես երկրագնդի վրա։ Գյուղացիներն այնտեղ հարուստ են ապրում և վայելում են հարգանք, իսկ ձեր ամբողջ ազնվական դասը դարձել են սպասավորներ։ Ես այնտեղ տեսա և ձեր հորը, նա և հող էր վարում, և ձի էր խնամում, նաև թրիք էր հավաքում։ Ստում ես աղքատ շրջմոլիկ, բարկացած գոռում է կալվածատերը։ Իմ հայրը երբեք նեղություն չէր քաշի աշխատելու։ Իսկ եթե ես ստում եմ, ուրեմն և ձին է իմը, և $300։ Պայմանը հիշում եք, ում ստի մեջ բռնում են,
Նա էլ շահում է։ Խալվորը շահած փողերը լցնում է գլխարկի մեջ։ Դուրս գալիս բակ ցատկում իր սիրուն ձիու վրա ու սլանում դեպի տուն։ Իսկ կալվածատերն ու իր ազնվական հյուրերը պատուհանից նայում են ու սաստիկ հայհոյում Խալվորին։ Համա թե անամոթ գյուղացի էր։ Այդ որտեղ է տեսնված, որ ազնվականը աշխատել կարողանա։